Ես գիտեք, ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ես 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո ես եւ իմ ընկերները, մարտական ընկերները, թե կուսակցական ընկերները պայքար ենք մղել Ռոբերտ Քոչարյանի դեմ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանից ավել երևի ոչ ոք մեր պետությանը, մեր բանակին վնաս չի տվել։ Միտեղ են կոպիտ ասած ուտելով, միտեղ անգործության մատնվելով, վերջ-վերջով հիշենք էլի մեր խրամատներում, մեր դիրքերում կոնսերվի բանկեքը։ Եթե Սեյրան Օհանյանը իրեն թույլ է տալի բանալ, իրա օրոքա չէ։ Ուժից ու արժանապատվությունից է խոսում, ասում։ Ինչ ուժ ու արժանապատվություն, Սեյրան Օհանյանը թող մի հատ հիշի մեր զրույցը 44-օրյա պատերազմին Կրասնի բազարում։ Ինչ ուժ ու արժանապատվության մասին կարա խոսա։ Բաներ կա, որ ուղղակի ես ճիշտն ասած միշտ բոլոր ժամանակներում օրագիր եմ վարել եւ հետո այդ օրագրերը անցել է մեր ժամանակ դարել են գրքեր։ Ես մի քանի գիրք ունեմ գրած եւ օրը կգա հիմա հələ դեռ չեմ կարողանում, որտեւ հիմա բացում եմ անընդհատ այն վերհիշում եմ չեմ կարողանում, բայց մի օր կգրվի այդ գիրքը եւ բոլոր անուններն էլ ով ինչ է արել, ոնց է արել գրվելու է այդտեղ։ Եվ դրա մասին խոսալու ենք անպայման, եւ բոլորն է պատասխան են տալու իրանց համար։